Ներքին գործերի նախարարությունը վերջին շրջանում փուլ առ փուլ ուսումնասիրում է քաղաքացիներին պատկանող զենքերի փաստաթղթերը եւ անգամ օրինական հիմքով ձեռքբերված զենքերի դեպքում պահանջում է դրանք հանձնել կամ ենթարկում է տեխնիկական վնասման, օգտագործման համար անպիտան դարձնելու նպատակով։ Այս գործընթացը վերաբերում է ոչ միայն շարքային քաղաքացիներին, այլև պետական բարձր պաշտոն զբաղեցած անձանց։ Մի շարք նախկին պաշտոնատար եւ ներկա պաշտոնատար անձիկ ընկել են դատարանի դռները, փորձում են փրկել իրենց զենքերը։ Այս անգամ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական գործարար Մհեր Տերտերյանը ընկել է դատարանի դռները։ Մհեր Տերտերյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ ներքին գործերի նախարարության, պահանջելով 30.05.2025 թվականի իր կողմից ներկայացված զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննությունները հանձնելու մասին հավաստագրի եւ զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների եւ ֆիզիկական թերությունների արկայության կամ բացակայության մասին բժշկական եզրակացության ներկայացման ժամկետի բաց թողումը հարգելի համարելու եւ հայցվորին սեփականության իրավունքով պատկանող Armscor 1911 A1 365311 համարի ատրճանակը կրելու եւ պահելու թույլտվության վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջի մասին։ Ինչպես հայտնի է, զենքի մասին 98 թվականի հուլիսի 3-ի օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով զենքով պարգևատրված անձիկ մինչև 2025 թվականի հունիսի 1-ը պարտավոր էին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանություն ներկայացնել տվյալ անձի մոտ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների եւ բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր եւ զենքի հետ կապված անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննություններ հանձնելու մասին փաստաթուղթ։ Սահմանված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում զենքը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունը մալում է եւ վերադարձնում տիրոջը։ Եվ ահա ըստ էության նախկին վարչապետի խորհրդական Մհեր Տերտերյանը հայտնվել է նման իրավիճակում։ Օրենքի այս կետերին չի ենթարկվել կամ միգուցե չի իմացել օրենքի մասին եւ հիմա փորձում է դատարանի միջոցով փրկել իրեն պարգևատրած զենքը։ Ինչով կավարտի պատմությունը, կհետևենք դատարանի քննությանը։